Խորհրդարանական վեհաժողովի տիկին նախագահ Պարոն գլխավոր քարտուղար Խորհրդարանական վեհաժողովի տիկին գլխավոր քարտուղար Խորհրդարանական վեհաժողովի հարգարժան անդամներ, ձեր գերազանցություններ տիկնայք եւ պարոնայք Թույլ տվեք սկսել ջերմորեն շնորհավորելով ձեզ, նախագահ Բայար, այս պատվավոր մարմնի ղեկավարությունը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ ձեր պաշտոնավարման ընթացքում։ Ես նաև կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ այս բարձր հարգանքի արժանացած եվրոպական ժողովրդավարական բանավեճի ագորային դիմելու հնարավորության համար։ Եվ իհարկե իմ հատուկ շնորհակալությունն եմ հայտնում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար պարոն Ալեն Վերսեին ինձ եւ իմ պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար։ Մեծ պատիվ եւ առանձնաշնորհում է դիմել վեհաժողովին։ Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-րդ տարեդարձի կապակցությամբ։ Մենք հավաքվել ենք նշելու Եվրոպայի խորհրդում Հայաստանի խիստ արժեքավոր անդամակցությունը եւ գնահատելու վերջին տարիներին Հայաստանի կողմից օրենքի գերակայության ապահովման, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության գործում արձանագրած նշանակալի նվաճումները։ Այս հոբելյանը հնարավորություն է տալիս խորելու միասին անցած ուղու բախված մարտահրավերների, համատեղ վճռականության պահերի եւ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր դարձած նվաճումների մասին։ Սա նաեւ հնարավորություն է համատեղ խորելու այսօրվա ընդհանուր մարտահրավերների եւ անորոշությունների մասին, ինչպիսիք են ժողովրդավարությունների դեմ հիբրիդային հարձակումները, այդ թվում ապատեղեկատվության չարամիտ տարածումը եւ տեղեկատվության զենքի վերածումը։ Արտաքին միջամտությունները ներքին ժողովրդավարական գործընթացներին, ինչպիսիք են ընտրությունները։ Վերջապես, բայց ոչ պակաս կարևոր, միջազգային իրավունքի խաթարում եւ բազմակողմ համակարգի քայքայումը։ Այս ամենը մեր արժեքներն ու սկզբունքները քննության են ենթարկում եւ մեր ընդհանուր պատասխանատվությունն է պաշտպանել դրանք ավելի ու ավելի բարդ ու փխրուն միջազգային միջավայրում։ Եվրոպայի խորհրդի 75-ամյա ժառանգությունը, որպես ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության չափանիշների սահմանող, լիազորում է կազմակերպությանը ընդլայնել իր դերը համաշխարհային ժողովրդավարական նահանջի դեմ պայքարելու եւ միջազգային ճարտարապետության նկատմամբ վստահության վերականգնմանը նպաստելու գործում։ Խորհրդարանական վեհաժողովի հարգարժան անդամներ, Հայաստանի անդամակցությունից ի վեր Եվրոպայի խորհուրդը նշանակալի դեր է խաղացել ժողովրդավարական վերափոխման հույսի, ժողովրդավարության եւ ժողովրդավարական արժեքների նկատմամբ հավատի, ինչպես նաեւ դրանց վերջնական ներդրման գործում հայկական հասարակության եւ պետականության մեջ։ Յուրաքանչյուր բարեփոխում, յուրաքանչյուր վավերացված կոնվենցիա, յուրաքանչյուր ինստիտուցիոնալ զարգացում նշանակել է ոչ միայն տեխնիկական մի փոփոխություն, այլև շոշափելի եւ գործնական բարելավում սովորական քաղաքացիների կյանքում։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Հայաստանի միանալը ներդրեց մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու իրավունքը, ապահովելով մի վայր, որտեղ քաղաքացիները կարող են արդարություն եւ արդարադատություն գտնել, երբ ներպետական իրավական միջոցները բավարար չեն։ Մահապատժի վերացումը երաշխավորեց կյանքի հիմնարար իրավունքը, ապահովելով, որ ոչ մի անձ մահվան չի կարող դատապարտվել։ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ստեղծումը հնարավորություն տվեց անմիջական եւ անկախ ահազանգ բարձրացնելու պետության կողմից կատարված իրավունքների խախտումների մասին, սովորական մարդկանց տրամադրելով մեխանիզմ իրենց իրավունքների վերականգնումը պահանջելու համար առանց երկար դատական վեճերի միջով անցնելու։ Վենետիկի հանձնաժողովը իր իրավական կարծիքների միջոցով հանդես եկավ որպես հսկող մի մարմին, որի նպատակն էր ապահովել, որ օրենսդրական բարեփոխումները համապատասխանում են միջազգային չափանիշներին։ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը Գրեկոն կանոնավոր մոնիթորինգ եւ ճնշում էր իրականացնում, կաշառակերության դեմ թափանցիկ օրենքներ ներդնելու եւ կառավարության ներսում ազնվությունը խթանելու համար։ Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիային միանալը տեղական համայնքներին լիազորեց կառավարելու իրենց սեփական գործերը կենտրոնական կառավարությունից ավելի մեծ ինքնավարությամբ։ Տիկնայք եւ պարոնայք, ես թվարկեցի միայն հիմնական մի քանի օրինակներ, բայց իհարկե այս ցանկը կարելի է շարունակել անվերջ։ Բայց եկեք շատ անկեղծ լինենք։ Եվ ես իսկապես հույս ունեմ, որ իմ ուղերձը սխալ չի հասկացվի։ Արտաքինից բարեփոխումներ նշանակելու այս գործընթացը կարող է շարունակվել դարեր շարունակ, չհասնելով ավարտի, վերջնագծին, Հայաստանը ժողովրդավարության վերածելու, քանի որ կառավարության մակարդակով իրական հետաքրքրություն չկար։
Այսպիսով մարդիկ փոխեցին կառավարությանը Հայաստանում։ Կառավարությունը դառնալով փոփոխությունների եւ ժողովրդավարության շարժիչ ուժ։ Տիկին նախագահ, խաղաղ ժողովրդավարական հեղափոխությունը շրջադարձային կետ նշանավորեց մեր երկրի ժամանակակից պետության մեջ։ Նախորդ բոլոր անհաջողությունների դառնությունը համտեսելուց հետո 2018 թվականին ես ինքս քայլեցի 100,000-ավոր իմ համաքաղաքացիների, քույրերիս եւ եղբայրներիս կողքին, որոնք լցրեցին Հայաստանի փողոցներն ու քաղաքները, ոչ թե զենքով, այլ բաց ձեռքերով, եւ այն այրող համոզմամբ, որ մենք արժանի ենք ավելիին, արդար եւ օրինական ընտրություններ, մեր ձայնով, մեր քվեներով կառավարություն ձևավորելու իրավունքի ենք արժանի, բաց հաշվետու եւ թափանցիկ կառավարման, կոռուպցիայից զերծ պետական ինստիտուտների, սոցիալական արդարության, ժողովրդի համար դպրոցների եւ ճանապարհների կառուցման վրա ծախսվող հարկերի ենք, այլ ոչ թե օլիգարխների եւ կոռումպացված պաշտոնյաների համար ամրոցների եւ մասնավոր կալվածների, պաշտոնյաներին կաշառք չվճարող եւ արհեստական մենաշնորհներ չպարունակող բիզնեսների, անկախ եւ արդյունավետ դատական համակարգի։ Եվ մենք ապացուցեցինք, որ մեր ազգը կարող է ընտրել իր ճակատագիրը։ 2011 թվականից ի վեր Հայաստանը իրականացրել է լայնածավալ բարեփոխումներ։ Այդ ժամանակվանից ի վեր մեր գրանցված նվաճումները արտացոլվում են այնպիսի հեղինակավոր կազմակերպությունների ինդեքսներում համաթվերում, ինչպիսիք են Freedom House-ը, լրագրողներ առանց սահմանների, Transparency International եւ շատ ուրիշներ։ Եվ իհարկե, այս շատ հեղինակավոր մարմնի զեկույցներում եւ բանաձևերում։ Ամենակարևորը, Հայաստանը հաջողությամբ անցկացրեց երկու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք արժանացան ինչպես ներքին, այնպես էլ միջազգային ճանաչման որպես ազատ եւ արդար, այդ թվում այս հեղինակավոր մարմնի կողմից։ Այս կարևորագույն իրադարձությունները ցույց տվեցին իրական անցում, որ քաղաքացիների կամքը ճշգրիտ պետք է արտացոլվի քվեատուփերում։ Այս հունիսին Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ։ Մեզ համար կարևորագույն իրադարձություն է մեր ժողովրդավարության անշրջելիության ամրապնդման գործում։ Սա այն պահն է, երբ հայ ժողովուրդը կրկին ցույց կտա, որ իր կամքը մեր երկրում ուժի միակ աղբյուրն է։ Այնուամենայնիվ, մենք միամիտ չենք։ Ժամանակակից աշխարհի իրականության նկատմամբ մենք գիտենք, որ ազատության թշնամիները քնած չեն։ Մենք պետք է ընդունենք, որ նրանք կարող են շատ ստեղծագործ լինել, նրանք պատրաստ են միլիոնավոր դոլարներ ներդնել քարոզչական մեքենաների եւ միջամտության անօրինական սխեմաների մեջ։ Եվ նրանք տիրապետում են գրեթե անսահմանափակ լրատվամիջոցների ռեսուրսներ։ Նրանք ցանկանում են խաթարել մեր ինքնիշխան ընտրությունը խաղաղության եւ ժողովրդավարության համար, եւ նրանք ցանկանում են մեզ վերադարձնել ավտորիտարիզմի, հարևանների հետ անվերջ հակամարտության եւ թույլ ինքնիշխանության խավարը։ Նրանք ցանկանում են օգտագործել ժողովրդավարության հենց գործիքները եւ մեխանիզմները ժողովրդավարությունը վերացնելու, ոչնչացնելու համար։ Այս մարտահրավերներին դիմակայելը դարձել է ամենօրյա գործունեություն։ Իհարկե առաջանում է դիլեմա եւ մի նուրբ գիծ, մի կողմից խոսքի ազատության պահպանման, պլուրալիստ, բազմակարծիք լրատվամիջոցների, մյուս կողմից չարամիտ գործող անձանց դեմ պայքարելու վճռականության միջև, որոնք նպատակ ունեն չարաշահել ազատությունը եւ խաթարել հասարակության, մեր ժողովրդավարության նկատմամբ վստահությունը։ Այդ ջանքերը ել ավելի են աճելու, քանի որ Հայաստանը մոտենում է հաջորդ խորհրդարանական ընտրությունները այս տարի։ Բայց ես այստեղ կանգնած եմ ասելու, նրանք չեն հաջողի։ Մեր հասարակությունը իմունիտետ է ձեռք բերել ստի նկատմամբ եւ մեր դժվարությամբ նվաճած ազատությունները պաշտպանելու մեր վճռականությունն ավելի ուժեղ է, քան ցանկացած թվերային գործողություն։ Հայաստանում ժողովրդավարությունը պաշտպանելու համար մենք կհենվենք ժողովրդավարության եւ դրա կողմից տրամադրվող մեխանիզմների վրա, ինչպես նաեւ նշել է վարչապետ Փաշինյանը ընդամենը մի քանի ամիս առաջ այս մարմնին ուղղված իր ելույթում։ Մենք կլինենք թե շրջահայաց, թե վճռական մեր գործընկերների հետ, այդ թվում Եվրոպայի խորհրդի եւ դրա խորհրդարանական վեհաժողովի հետ։ Մենք կապահովենք, որ այս ընտրությունները ծառայեն որպես մեր ժողովրդավարական դիմակայունության ապացույց։ Հարգելի խորհրդարանականներ, թեև վերջին տարիների ցավալի փորձառություններին, այդ թվում
պատերազմից եւ դրան հաջորդած մարդասիրական հետևանքներից Հայաստանը կատարել է խաղաղության հստակ եւ գիտակցված ընտրություն, ձեռնարկելով վճռական քայլեր, որոնք թույլ տվեցին Հարավային Կովկասին շարժվել դեպի խաղաղություն եւ համագործակցություն տարածաշրջանում եւ ավելին։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթաժողովը նշավորեց պատմական շրջադարձային պահ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի համատեղ հռչակագրի ստորագրմամբ, ԱՄՆ նախագահը որպես վկա։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար հետ միասին մենք նախաստորագրել ենք Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիր, սահմանելով ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սկզբունքները, որպես մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության եւ կայունության անխախտելի հիմքեր։ Հայաստանի համար սա լրջագույն խոստում է մեր քաղաքացիներին, որոնք տասնամյակներ տևած հակամարտությունից տուժել են եւ բոլոր այն անձանց մեր ապագա սերունդներին, որ մենք ընտրելու ենք համագործակցությունը բախման հակամարտության փոխարեն հույսը հուսատության փոխարեն եւ զարգացումը անկման փոխարեն։ Միևնույն ժամանակ ամենաձևով հարգում ենք մենք մարդու արժանապատվություն երկու երկրների միջև։ Սա շատ կարևոր է։ Անցելով առաջ տասնամյակներ շարունակ տառապանքից հետո եւ ճանապարհը հարթելով դեպի խաղաղ ապագա։ Իսկապես վերջին 4 հայ գերիների արձակումը, որոնք Ադրբեջանում են, սա հույս է տալիս մեզ։ Հաջորդիվ մնացած 19 բախվող անձանց արձակումը, որոնք դեռ Ադրբեջանում են, ինչպես նաև այս համագործակցությունը հասկանալու անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը, սա անկասկած նշանակալի ներդրում կլինի հաշտեցման գործում։ Խաղաղությունը ինչպես ժողովրդավարությունը չի կարող ընդունվել որպես ինքնստինքյան հենց այդպիսին տրված, այն պետք է անընդհատ սնուցել, պաշտպանել, նորոգել, թե արտաքին, այնպես էլ ներքին ճնշումների պայմաններում։ Այս համատեքստում ուզում եմ ընդգծել, որ մենք խորապես գնահատում ենք Եվրոպայի խորհրդի հետևողական ուշադրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ եւ գնահատում ենք գլխավոր քարտուղարի ԵԽԽՎ-ի նախագահի եւ այս վեհաժողովի անսասան նվիրվածությունը աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը։ Ձեր աջակցությունը երկարատև խաղաղությանը, կարգավորման մարդասիրական ձգտմանը եւ մարդու իրավունքներին շարունակում է կենսականորեն կարեւոր մնալ, քանի որ մենք շրջում ենք տասնամյակներ թշնամանքի էջը։ Շնորհակալ ենք, որ մեզ հետ է կանգնած այս կայուն ու բարգավաճ ապագա տանող այս պատմական ճանապարհի մեզ հետ լինելու համար։ Շնորհակալ ենք։ Միևնույն ժամանակ Հայաստանը շարունակում է վճռականորեն հանձնառու մնալ Թուրքիայի հետ հարաբերությունների լիակատար կարգավորմանը։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում շարունակական առաջընթացը, ներառյալ սահմանի լիակատար բացումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ Գումրի կարծերկաթողու վերականգնումը կարևոր ներդրում կլինի տարածաշրջանային կայունության եւ բարգավաճման ամրապնդման գործում։ Վեհաժողովի հարգարժան անդամները անցյալ գարնանը Հայաստանի խորհրդարանը ընդունեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու մասին օրենքը։ Կառավարության եւ խորհրդարանի աջակցությունը ընդգծում է, որ եվրոպական ինտեգրման մեր ընդհանուր տեսլականը ոչ միայն քաղաքական տեսլական է, այլև քաղաքացիական նախաձեռնությամբ առաջնորդվող հասարակական ընտրություն։ Սա ներկայացնում է հայ ժողովրդի ժողովրդավարական կամքը մեր ապագան եվրոպական ազգերի ընտանիքում ամրագրելու որպես արժեքների եւ ինքնության իսկական իրական արտացոլում։ Մեկ այլ կարևորագույն նվաճում արձանագրվեց անցյալ տարվա դեկտեմբերին, երբ Բրյուսելում ընդունվեց Հայաստան ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը, որը լրացնում է Հայաստան ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ՍԵՊԱ-ն մեր գործընկերությունը բարձրացնելով ռազմավարական մակարդակին։ Այս տարվա մայիսին մենք Երևանում կհյուրընկալենք Եվրոպայի պետությունների ղեկավարներին մասնակցելու եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովին, որը կարևորագույն համաեվրոպական հարթակ է, քննարկելու զարգացող մարտահրավերները եւ սահմանելու դրանց լուծման անհրաժեշտ քայլերը։ Տիկին նախագահ, ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին եւ օրենքի գերակայությանը Հայաստանի անսասան նվիրվածությունը սահմանում է, թե ով ենք մենք որպես ազգ այսօր։ Այսօր մենք նորոգում ենք մեր 25 տարի առաջ կատարած մեր ընտրությունը։ Մենք դանում ենք գիտակցելով, որ մեր խաղաղության եւ ժողովրդավարության ճանապարհին կլինեն փորձություններ, մարտահրավերներ, որ արտաքին ճնշումները կփորձեն շեղել մեզ, եւ որ արժեվում գտնվող ճանապարհը հղի է մարտահրավերներով։ Բայց մենք նաեւ գիտենք, որ այս ճանապարհին մենք միայնակ չենք։ Հայաստանի ժողովուրդը գիտի սա։ Եվրոպայի խորհուրդը եւ այս վեհաժողովը մեր կողքին են։ Այս գործընկերության, այս համերաշխության եւ մեր ընդհանուր արժեքների պաշտպանելու արժանի համատեղ համոզմունքի համար
համար մենք մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում։ Խորհրդանշական է, որ մեր հանդումից հետո Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-րդ ամյակի կապակցությամբ մենք գլխավոր քարտուղարին կհանձնենք Հայաստանի պաշտոնական նվերը 12-րդ դարում ստեղծված առաջին հայկական իրավական օրենսգրքի դատաստանագրքի ձեռագիր վերարտադրությունը։ Այս գլուխգործոցը հիշեցնում է մեր ազգի խոր արմատներ ունեցող նվիրվածությունը արդարադատությանը եւ իրավունքի գերակայությանը։ Հրավիրում եմ ձեզ բոլորիդ միանալ մեզ այս հատուկ առիթով։ Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար եւ սիրով կպատասխանեմ բոլոր